Շատ լավ, խոսեցինք հիմնականում տղամարդկանց մասին, իսկ ինչ կասեք հայ կանանց մասին, արդյոք նրանք հայտնվում էին մուսուլմանական արևելքի խոշորագույն պետությունների վերնախավերում կամ կարևոր դերակատարում էին ունենում։ Միանշանակ այո։ Պատմությունը եւ արաբամուսուլմանական պատմագրությունը առնվազն փաստում է 4 հայուհիների մասին, ովքեր հայտնվել էին, ընդ որում մեկ դարի ընթացքում իրար հաջորդելով հայտնվել էին Աբբասյան խալիֆայության, արաբական խոշորագույն պետության վերնախավում։ Նրանք դարձել էին խալիֆաների խալիֆայածին, որդեծին հարջերը, կանայք, իսլամում ընկալելի չէ թագուհի կամ սուլթանուհի տիտղոսների իսլամական աշխարհում նման տիտղոսներ կամ երևույթ գոյություն չուներ։ Մեզ հայտնի է, որ խալիֆաները ունեին իրենց հարեմները, կանանոցները, հա, եւ առաջին դեպքը, որ ունենք, Ալ-Կայմ Բիամրալլահ խալիֆան է, որը ծնված էր հայ մորից։ Արաբ բոլոր պատմիչները այս ժամանակաշրջանի մասին խոսող ուղիղ վկայում են, որ Ալ-Կայմ Բիամրալլահ խալիֆայի մայրը հայուհի էր եւ նրա անունն էր մեծ ծանոթ հայկական միջավայրում տարածված Կատրուննեդա կամ Կատրամիդե անունը։ Կատրամիդեն ոչ միայն հայտնի էր որպես Ալ-Կայմ խալիֆայի մայր, նա բավական ակտիվ քաղաքական գործիչ էր, շատ մեծ ներդրում է ունեցել իր որդու իշխանության պահպանման հարցում, հատկապես սելջուկյան թուրքերի արշավանքների ընթացքում, բայց ոչ միայն Կատրուննեդան։ Կատրուննեդայից հետո հաջորդ խալիֆաների ընտրությունը եւս կանգ է առնում հայուհիների վրա, ու նաեւ օրինակ Ալ-Մուսթասիր խալիֆան, որի եւ մայրը եւ հարճը կինը կանանոցի այն իր սիրելի կինը, հա, սրանք եւս հայուհիներ էին, ու մենք ունենք հաջորդաբար խալիֆայածին, այսպես ասենք, մի նոր բառ շրջանառության մեջ տնենք, խալիֆայածին այլ մայրեր, որոնք անունները եւս արաբական պատմագրությունը պահպանել է, դա Ուրջուանն է, Հարամն է, Ղդաթն է, առնվազն 4 հայ կանանց մասին, ովքեր ծնել են Աբբասյան խալիֆաներ, արաբական պատմագրությունը մեզ հաղորդում է, բայց ես կուզեմ խոսել մի շատ ավելի հետաքրքիր եւ կարեւոր կերպարի մասին, որը 13-րդ դարի կեսերին բառի բուն իմաստով կարողացավ գլխիվայր շուռ տալ իսլամական աշխարհն ու իսլամական աշխարհի վերաբերյալ պատկերացումները։ Սրանք ուղղակի ձևակերպումներ եւ բառեր չեն, խոսքը գնում է Շաջարաթ ալ-Դուր կամ Շաջար ալ-Դուր անունով մի հայուհու մասին, ով բավական երկար քաղաքական ճանապարհ էր անցել, նաև իր անձնական ողբերգությունների միջով։ Շաջարաթ ալ-Դուրը եղել էր Աբբասյան խալիֆայի հարջ, ապա կնության էր նվիրվել Ալ-Մուսթանսիր խալիֆայի կողմից, նվիրվել էր Այուբյան սուլթաններից, ապագա Այուբյան սուլթաններից մեկին, Աս-Սալիհին։ Շուտով ստացվում է այնպես, որ Աս-Սալիհի իշխանության համար իր պայքարում գերեւը բանտ էին կնում բավական երկար ժամանակ եւ այս ամբողջ ընթացքում Շաջարաթ ալ-Դուրը նրա հետ է լինում, դառնում է նրա սիրելի կինը եւ ի վերջո կարողանում է Աս-Սալիհ Այուբյանը իշխանության հասնել, դառնալ Եգիպտոսի սուլթան 1249 թվականին եւ հանկարծ մահանալ, հիվանդանալ ու մահանալ։ Եվ այստեղ սկսվում է Շաջարաթ ալ-Դուրի քաղաքական վերելքը, աստեղային ժամը։ Կարող ենք միանգամից գլխի ընկնել, որ Շաջարաթ ալ-Դուրը ծագումով հայ էր։ Առնվազն 5 արաբ պատմիչներ խոսում եւ վկայում են, որ Շաջարաթ ալ-Դուրը ծագումով հայ է եղել։ Ավելին, իսլամական աշխարհի հայտնի կանանց բառարանը, հանրագիտարանը մեր օրերում եւս փաստում է, փաստացի համաձայնելով այն տեսակետի հետ, որ Շաջարաթ ալ-Դուրը ծագումով հայ է եղել։ Եվ վերադառնալով Շաջարաթ ալ-Դուրի քաղաքական կարիերայի վերելքին, ասեմ մի քանի հետաքրքիր փաստեր։ Շաջարաթ ալ-Դուրը, որը եղել էր Աբբասյան խալիֆայի հարճը,
դարձել էր Այյուբյան սուլթանի կինը, Սուլթան Սալիհի մահվանից հետո սա որոշում է թաքցնել սուլթանի մահը, 40 օրից ավելի թաքցնում եւ սկսում գաղտնի իշխել սուլթանի անունից։ Արաբ պատմիչները ճիշտ է թիվը մի քիչ ուռճացնում են, բայց ասում են, թե այս գաղտնի իշխանության շրջանում, երբ բոլորին խաբել եւ ասել էր, թե սուլթանն ընդամենը հիվանդ է, Շաջարաթ ալ-Դուրը 10,000-ից ավելի հրաման էր տվել։ Իրականում Շաջարաթ ալ-Դուրը սպասում էր Ասալիհ Այյուբյանի որդու Ալ-Մուազզամ Թուրանշահի վերադարձին, որը պետք է գար եւ հորը փոխարիներ գահին։ Թուրանշահի վերադարձից հետո նրան գահ են բարձրացնում, բայց Շաջարաթ ալ-Դուրը, որին կարծես դուր էր եկել իշխանությունը, հասկանում է, որ Թուրանշահը բավական զորեղ կերպար է եւ թույլ չի տալու Շաջարաթ ալ-Դուրին իշխել միանձնյա կամ չի ընկնելու նրա ազդեցության տակ։ Ու Շաջարաթ ալ-Դուրը շատ արագ հասկանում է, թե ինչ է պետք անել այս կամակոր եւ ըմբոստ նորելուկ սուլթանի հետ եւ շուտով Թուրանշահին ուղղակիորեն սպանում են։ Իշխանությունը 1250 թվականին փաստացի անցնում է Շաջարաթ ալ-Դուրին։ Հիմա մի պահ պատկերացրեք իսլամական աշխարհ, հսկայական մուսուլմանական պետություն, Այյուբյան սուլթանություն, որտեղ իշխանությունը անցել է կնոջը, հայ կնոջը ծագումով։ Սա աննախադեպ երևույթ է, բայց ել ավելի ապշեցուցիչ էր, որ Շաջարաթ ալ-Դուրը շուտով իրեն հռչակում է մուսուլմանների տիրուհի եւ թագուհի։ Սա ուղղակի բառակապակցություն չէ արաբական պատմագրությունից, Շաջարաթ ալ-Դուրի ոսկե դրամն է պահպանվել, որը մինչ այժմ պահպանվում է բրիտանական թանգարանում, ոսկե դրամի վրա ուղղակիորեն արձանագրված է Մալիքաթ ալ-Մուսլիմի, այն է թե մուսուլմանների տիրուհի։ Սա կարելի է որոշ չափով ասել խայտառակություն էր ամբողջ մուսուլմանական աշխարհի համար։ Եվ շուտով Աբբասյան խալիֆա Ալ-Մուստանսիրը նամակ է գրում Եգիպտոս եւ այսպես ծաղրական տոնով ասում է, թե ձեր կողմերում տաբատ հագնող, շալվար հագնող չկա, մեկին մենք այստեղից կարող ենք ուղարկել։ Ակնարկը ենթադրում էր, եթե ձեր կողմերում տղամարդ չկա, որ գահին կին է նստած, մենք մի տղամարդ կարող ենք ուղարկել։ Շատ արագ Շաջարաթ ալ-Դուրը հասկանում է ակնարկը եւ շուտով իր հետ ամուսնացնում է իր նախկին ամուսնու մամլուքներից մեկին, Իզզադդին Այբեկին։ Իզզադդին Այբեկը սրանով դառնում է սուլթան, հիմք է դրվում մամլուքյան սուլթանությանը, բայց շատ արագ նաև Այբեկը հասկանում է, որ իր իշխանությունը անվանական է, ձևական է, իսկական իշխողը Շաջարաթ ալ-Դուրն է։ Եվ երբ Այբեկը հասկանում է այս կանը, իհարկե այս մասին նաև տեղեկանում է եւ այսքանը հասկանում էր նաև Շաջարաթ ալ-Դուրը, որ արդեն ինչպես տեսանք, փաստացի իշխողն էր, սուլթանուհին էր, նոր տիտղոս էր, սուլթանուհի տիտղոս էր իր համար առաջ եկել։ Եվ Շաջարաթ ալ-Դուրը հասկանալով, որ սուլթանը չի հանդուրժելու կնոջ իշխանությունը, շուտով սուլթանին Շաջարաթ ալ-Դուրի աղախինները բաղնիքում փայտե կոշիկներով այնքան են ծեծում, որ մեռնում է։ Եվ դին շպրտում են աշտարակից դուրս։ Սրա համար Շաջարաթ ալ-Դուրը շատ թանկ է վճարում, շուտով Այբեկի իր վերջին ամուսնու որդին նրան պատժում է, սպանում են եւ դին շպրտում Կահիրեի միջնաբերդից դուրս։ Եվ այսպիսով իդեմս Ֆատիմյան վեզիրների, իդեմս Բադրադդին Լուլուի, իդեմս մուսուլմանական արևելքի այլ հատվածներում մուսուլմանական իշխանությունների, սուլթանությունների, պետությունների վերնախավերում ընդհուպ մինչև սուլթաններ, շահարմենների պարագայում, Բադրադդին Լուլուի պարագայում մենք տեսանք, որ հայերը հասել էին ռազմաքաղաքական աննախադեպ վերելքի, դառնալով վեզիրներ, ծովակալներ, քաղաքապետեր, զորավարներ, սուլթաններ ընդհուպ եւ
նույն կերպ նաև հայ կանայք հայտնվել էին Աբբասյան ու արաբական խալիֆայությունների վերնախավերում, դառնալով խալիֆայացին մայրեր, քաղաքական մասնակցություն ունենալով խալիֆայության ներքաղաքական եւ նաեւ արտաքին քաղաքականության կյանքում, իսկ Շաջարաթ ալ-Դուրի պարագայում մենք գործ ունենք մի բավական ուժեղ մի կերպարի ցակումով հայ, որը փաստացի կարելի է ասել մուսուլմանական աշխարհը եւ նրա վերաբերյալ պատկերացումները գլխիվայր շուռ տվեց, ապացուցելով, որ կինը կարող էր գլխավորել մուսուլմանական աշխարհը, որ կինը կարող էր իշխել մուսուլմանական աշխարհում եւ որ այդ կինը կարող էր հայ լինել։